Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք վաղաշաբաթում ընթացած ընտրություններից, դուք ինչ գնահատական կտաք, ինչու ընդդիմությունը պարտվեց եւ ինչպես եղավ, որ իշխանությունը հաղթեց 57%-ից ավել ձայն փաստորեն ստացավ։ Գիտեք, ես ընդհանրապես վաղուց արդեն թիմ ընտրություններին մեծ նշանակություն չեմ տալիս եւ չեմ տենց հետևում։ Եթե նկատել եք, ես որևիցե անգամ ոչ խոսել եմ, ոչ ինչ-որ բան եմ գրել, ոչ մինչև ընտրություններ, ոչ ընտրություններից հետո։ Միակ բանը, որ դուրս եկել է դրա հետ կապված, եթե չեմ շփոթվում, Ռուբեն Մելիքյան գրել, որ մի հատ լավ բան այնուամենայնիվ եղել է, նոր քաղբանտարկյալ չի լինի։ Այսինքն թիմ ընտրությունները ինչա, միտեղ նայա կրում, միտեղ նայա հաղթում, հա, այս sense բան, բայց տեսեք, այնտեղ որտեղ որ ընդդիմությունը հաղթել է, իսկ ընդդիմությունը շատ տեղեր է հաղթել, Վանաձորում Մամիկոնին բռնեցին, ես իմ քանի տարի նստած էր, այսօր Գյումրիում Վարդան Ղուկասյան նստած է, Հարաքյարին ընդհանրապես սպանեցին, էլի տեղեր կա, եթե չեմ շփոթվում, հա, Մասիսին նստած է, որ չեմ ուզում ասեմ, որտեղին է նստած չի, թե չէ սա կբռնեն կտանեն, էլի մի անգամից, հա, ուզում եմ ասեմ, այդ տենց չի, որ դա ես իմ ինչ էի, որ ինչ ա եղել, որ իշխանությունը ունի ռեսուրսներ, իհարկե ինչ որ տեղեր ինքն է հաղթում, ինչ որ տեղեր ընդդիմությունն է հաղթում, դա ես ոչ որպես բան եմ դիտարկում իշխանության մեծ հաղթանակ, ոչ էլ ընդդիմության ես իմ ինչ տրագեդիա։ Նորմալ է, թիմ ընտրություն է եղել, ընդդիմությունը երևի թե ուրեմն այնպես նախ թիմ ընտրություններում միշտ այնուամենայնիվ թիմ ընտրությունների տրամաբանությունը բոլորս էլ գիտենք, որ բավականին տարբերվում է, հա, համապետական ընտրություններից, որովհետև թիմ ընտրություններում այնուամենայնիվ անհատների տվյալ, հա, տարածաշրջանում ինչ որ հեղինակություն ունեցող մարդկանց գործոնը շատ մեծ է լինում։ Երևի ընդդիմությունը այստեղ չի գտել այն, հա, անհատին կամ այն անհատներին, որովհետև կարծեք թե ընդդիմության, հա, մի բանը հաղթանակը 60% չի հավաքել։ Այ եթե երկրորդն էլ լիներ նման, կլիներ Գյումրիի պատմությունը, Վանաձորի պատմությունը արդեն, հա, կկարողանային միասին իշխանության տեխնացուին հաղթել, այսպես եղել է, հիմա ինչ ա եղել։ 31547 ձայնը, այսինքն մասնակցությունը ընդհանուր, ոչ թե ձայները։ Մասնակցությունը կարծեք թե քիչ չի եղել, անցյալ անգամ եթե չեմ շփոթվում, շատ ավելի քիչ է եղել։ Գնալով բոլոր տեղերը դա արձանագրվում է, որ եթե սկսենք հաշվարկը 23 թվականի Երևանի ընտրություններից ավականու, որտեղ կարելի է ասել գրանցվել է մինիմումի պիկը, հա, ռեկորդը 28% է եղել մասնակցություն, դրանից հետո կարծեք թե բոլոր տեղերը գնալով շատանում են ավելի, քան եղել են նախորդ ընտրություններում, այսինքն այնուամենայնիվ այն դեպրեսիան, այն բանը, ապաթիան, որի մասին երկար ժամանակ խոսում էին, կարծեք թե դուրս են գալիս մարդիկ եւ փորձում են գնալ ընտրությունների։ Իդեպ Փաշինյանը իր վերլուծությունն է անում, ասում է, որ ընդդիմությունը խոսում է ապոկալիպսիսի մասին, իսկ մենք կյանքի մասին ենք խոսում, եւ մարդիկ ընտրել են կյանքը, դրանով է պայմանավորված եւ նա ասում է, որ 2026-ին էլ նույն պատկերը կլինի։ Դուք ինչ եք կարծում այս ընտրություններով արդյոք կարող ենք չափանիշ վերցնել, որ ոչ իհարկե, ես նորից ասեցի, հա, թիմ ընտրությունները այն էլ տարբեր տեղեր, որովհետեւ նույն ձևի ապոկալիպսիս իրանք էին դիտարկում Գյումրիի ընտրությունները, իհարկե հետո բռնեցին Վարդան Ղուկասյանին կամ Մասիսում բռնեցին, հա, Դավիթին Համբարձումյան, ուզում ասեմ, այդ ինչն են, ես չեմ տեսել, որ ապոկալիպսիսից խոսեն, իսկ առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է կյանքից, ինչ կյանքից է խոսում, որ կյանքից, այն կյանքից, որ 300,000 ադրբեջանցի են, այն կյանքից, ինչ որ Ալիևն է խոսում, Արևմտյան Ադրբեջան, Գյոյչա, դա կյանքը, եթե դա է կյանքը, ես չեմ համարում, որ ինքը կյանքից է խոսում։ Բայց ինքն ասում է, որ մարդիկ փաստորեն հավատացել են իր բերած կյանքին, լավատեսությանը։
Արդյոք համոզիչ է այն օրակարգը, որ ներկայացնում է Փաշինյանը Տեսեք, ես մարդկանց։ նայեցի հետո արդեն ընտրությունների հաջորդ օրը բուն Էջմիածնում ԿՊ-ն պարտվել էր իդեպ։ Էջմիածին քաղաքում։ Հա, բոլորն էլ հասկանում են, որ այնտեղ խոշորացրել էին հենց այն բանով, որտեղ Արգիշտի Մեխակյանը պարզ է իրենց գյուղներ ուներ մեծ բաներ, դրա հաշվին է հաղթել։ Ու չի հաղթել ԿՊ-ն, հաղթել է Արգիշտի Մեխակյանը։ Թող իրենց այդպես շատ չուրախանան, որովհետև ի տարբերություն Գյումրի, եւ դա ես կարծում եմ նույն Նիկոլ Փաշինյանը բան չի ընտրություններից առաջ չէր խոսում ընտրություններից հետո, որովհետև Գյումրիում գնաց խոսած այդ պատկերն ունեցավ։ Էջմիածնում ինքը ընդհանրապես չի խառնվել, չի խոսել։ Կարծում եք առանձնացրել էին Մեխակյանին էին ընտրում ավելի շատ այն հեղինակությունը, անգամ ես աչքովս ընկավ իհարկե էլի հետո, որ անգամ պլակատների վրա նախընտրական ԿՊ-ն շատ փոքր էին գրել, իսկ Արգիշտի Մեխակյանը շատ մեծ, թե Մեխակյանը շատ մեծ, այսինքն այո, առանձնացնում էին իրանց տեխնացուին, ոչ թե կուսակցությունը։ Երբ Փաշինյանը երեք շնորհավորեց Արգիշտի Մեխակյանին, գրել էր, որ դա նշանակում է, որ մարդիկ կողմ են անկախությանը, ինքնիշխանությանը, ազատությանը եւ ուժեղացնելու ԿՊ-ի ռազմավարությանը եւ նշել էր, որ այս ամենը նոր լիցք է տվել, որպիսի սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացը մեկնարկվի կամ կատարվի։ Դուք իսկապես մեկնարկ է կարծում եք տրված արդեն այս գործընթացին։ Ոչ իհարկե, թող փորձի, եթե ինքը համարում է մեկնարկ, թող փորձի։ Կարծում եք չի ստացվի, չի հաջողվի։ Ես չեմ պնդում, բայց ես խոսում եմ նրանից, ինչը մինչև հիմա արել է։ Ինչ որ տեղեր է գնում, հա, կարգալույզներն են անում կամ հետո գնում է, մտածում է, որ երևի կարգալույզեր դրա համար չեկան։ Գնում է Թալին, որտեղ պատարակ մատուցողը կարգալույզ չէր, այնտեղ էլ մարդ չի գնում, այսինքն սա այն թեման է, որ այնուամենայնիվ նուրբ թեմա է եւ շատերն են խուսափում եւ ամեն ինչը չէ, որ հնարավոր է ոստիկանության կամ ինչ որ հիստերիկ ձայնի ուժով փորձել մարդկանց բերման ենթարկել։ Բայց ամեն դեպքում այս ընտրությունների հետ կապված ասում են, որ եթե ձայն տան եւ իրենց տեխնացուն անցնի, սա վտանգ է ներկայացնում, որ իսկապես գործողությունները կսկսվեն արդեն, որովհետեւ այդ կերպ նաեւ հեշտ է մարդկանց մոբիլիզացնել, ավելի մեծ քանակցույց տալը։ Դուք դա համարում եք իրատեսական։ Ոչ, որովհետեւ ասեմ ինչու, ես դրա մասին առիթ երևի ունեցել ենք խոսելու, որովհետեւ մի բան է, երբ մարդիկ հատկապես օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, հա, մարդկանց հասցնում են ընտրատեղամաս եւ ասում են, որ ընտրեն այս կամ այն մարդուն։ Մի բան է, երբ նույն Արգիշտի Մեխակյանի նախընտրական հավաքը տեսանք քանի հոգի էր մարդ եկել։ Մի բան է փողոց դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն չի կարող մարդկանց փողոց դուրս հանի։ Դա երևի թե միակ բանն է, որտեղ ընդդիմությունը շատ ավելի շատ մարդ է մի քանի անգամ հանել դուրս, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիշում ենք Երևանի ընտրություններում որտեղից էին բերել մարդկանց, Երևանի ավականու ընտրությունների նախընտրական հավաքին, հա, իդեպ ձեր գոլեգաների լրագրողների հենց աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ լրիվ այլ գյուղերից, այլ քաղաքներից ներկա էին այդ հավաքին, այսինքն երևանցի չէին այդ մարդիկ։ Նույնը կարծում եմ ամենտեղ է, մարդկանց փողոց հանելը մի բան է, նորից եմ կրկնում, երբ գնում ընտրում են, հա, կամ չգիտեմ, շատ մարդ կա մտածում է աշխատանք չկորցնի, շատ մարդ կա մտածում է դե հետևից չընկնեն, այդ թվում նաև ասենք ոչ միայն պետական աշխատող, այլ բիզնես ունեցող եւ այլն, կամ չգիտեմ, մարդ կա, որ նույն գյուղերում գյուղատնտեսական ծրագրերի հետ կապված ինչ որ խոստումներ եւ այլն։ Սա մի հարց է, փողոց դուրս գալը լրիվ այլ հարց է։ Սա իր համար անակնկալ էր, այսինքն։ Փորձի, ինչ։ Անակնկալ էր Փաշինյանի համար, որ մարդիկ դուրս չեն գալիս, այսինքն իր սպասումներն այն էր, որ եթե ինքը նման կոչ է անում, պետք է։ Դե գիտեք, չգիտեմ անակնկալ էր թե չէ, բայց համենայն դեպս կարծում եմ մարդ, ով որ հա ընդամենը մի կոչով 18 թվականի հոկտեմբերի 2-ին հիշում եք ինչ կատարվեց Բաղրամյան պողոտայում, երբ նա տենց ծնկի վրա ազատեց աշխատանքից բազմաթիվ նախարարներ եւ մարզպետներ,
այդ ժամանակ ու ընդհանրապես երևի մի կես ժամում լցվեց ամբողջ Բաղրամյան։ Պարզ է, որ ինքը հասկանում է, որ այլևս դա իրականությունից շատ հեռու է։ Կրկնել դա չի ստացվում ամենայն դեպս, շատ վաղուց արդեն։ Բայց այս հաղթանակը մեծ ողջավորություն էր ես մոտ առաջացրել, կարծում եմ, որ նույնը Ես կարծում եմ ավելի 2026-ին շատ կլինի։ ցուցադրական է դա։ Ցուցադրական է, որովհետև հատկապես Գյումրիից հետո երևի թե կար այդ խնդիրը ինչ որ միտեղ հաղթել, հա, Գյումրի, Փարաքար, ասում եմ, մինչև այդ Վանաձոր, Ալավերդին, այլ շատ տեղեր կա, Մասիս, ավելի փոքր տեղեր կան, որտեղ էլի բռնել, եթե չեմ շփոթվում, Վարդենիսում է, եթե չեմ շփոթվում, հա, էլի անդիմադիր է քաղաքապետը, մի խոսքով, բայց ինձ համար կրկնում եմ, դա չափանիշ չէ, որովհետև թիմ ընտրությունների եւ համապետական ընտրությունների տրամաբանությունը շատ տարբեր է եւ թիմ ընտրություններում չեն ընտրում ԿՊ-ին, ընտրում են այս կամ այն, ու Ղափանում գիտեք, որ Սյունիքում շատ են ոչ ԿՊ-ական համայնքապետերը, դա ընտրում են անհատին, այդ անհատին, այդ կախված նաև նրա հետ, թե այդ մարդը եւ իրա, ասենց ասեմ, գերդաստանը, հա, հայրը, պապը, ինչ ազդեցություն են ունեցել, այդտենց բաները փոքր բնակավայրերում շատ մեծ ազդեցություն են ունենում։ Իսկ ընդդիմությունը ինչ սխալներ արեց եւ ինչ հետեւություն պիտի անի, կարծում եք։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը այնուամենայնիվ, եթե վերադառնանք արդեն համապետականին, ունի երկու խնդիր։ Չփոշիացնել այն ձայները, այսինքն պետք է գնալ համախմբված, որպեսզի եթե դուք չեք ուզում աշխատել, հա, կամա թե ակամա իշխանության օգտին, ուրեմն պետք է համախմբվել եւ ստեղծել այսպես ասած անցողիկ միավորներ։ Կլինեն դա 3-ը, կլինեն 4-ը, 5-ը, էական չի, բայց ինքը դուք պետք է վստահ լինեք, որ անցողիկ է։ Նոր մասնակցեք, հակառակ դեպքում դա գնում է փոշիացում։ Եվ ամենակարևորը, որ ես կարծում եմ, որը նաև թիմի վրա է տարածվում, հա, տարբերությունները շատ են, բայց կան նաև նմանություններ։ Ես կարծում եմ ընդդիմությունը չաշխատեց այն հատվածի հետ, որը չեկավ ընտրության, որովհետև ցանկացած իշխանություն, դա միայն այս իշխանության չի վերաբերվում, այլ ցանկացած իշխանություն իր ընտրողին միշտ հասցնում է ընտրատեղամաս։ Այսինքն իշխանության ընտրողը այդտեղ փողոց դուրս չի գալի, բայց ընտրության գնում է։ Ընդդիմությունը իր էլեկտորատին կամ թեկուզ ոչ իր էլեկտորատին, բայց ավելի լոյալ, իշխանությանը դեմ, բայց իր տեխնացուին չգտած, տեխնացուի հետ, էլեկտորատի հետ լավ չեն աշխատում։ Էլեկտորատի հետ պետք է աշխատել մաքսիմում, հնարավորինս տետատետ։ Հա, ես միշտ այդ օրինակը բերում եմ Ռաֆի Հովհաննիսյանի ֆենոմենը, հա, այն 7 թվականին, դա այդ բարևելունն էր, մարդկանց վրա նման բաները միշտ աշխատում են մարդկանց հետ, հասարակության հետ, այդ օֆլայն շփումը, ոչ հեռուստատեսային, ոչ ինտերնետային, ոչ օնլայն, այլ անմիջական մարդկային զրույցն ու շփումը։ Ինչից Փաշինյանը երբեմն օգտվում է եւ Նու ժամանակին շատ էր օգտվում, հիմա ես չգիտեմ, հիմա էլ երևի գործի բերում շատ է գնում, ես հիմա նայում եմ այդպիսի նեն հիմա սկսել են արդեն ընդդիմությունը ինքն էլ է գնում, հատկապես մեր ձևովն է շատ գնում, հիմա ոնց որ թե կարծեք միասնության թևերն են սկսել արդեն էլի գնալ մարզեր շատ կամ եւ խնդիրը միայն մարզեր չի, Երևանում էլ է պետք դուրս գալ շփվել մարդկանց հետ, որովհետեւ այնուամենայնիվ ընտրողների հա, այն որ ասում առյուծի բաժինը միևնույն է անկնում է Երևանի վրա։ Հատկապես երբ Երևանը աչքի չի ընկնում այդքան ԿՊ-ին աջակցելով։ Այո։ Իսկ ընդդիմության ընդհանուր աշխատանքը ոնց է գնահատում ընտրություններին համապետական պատրաստվելու առումով, արդյոք ձևավորված օրակարգ կա, հարցերի պատասխաններ կան։ Նոր կարծեք թե սկսվում են, դեռ
նենց վերջնական ուրվագծված չի դեռ ես տենց չեմ տենում, նու բացառությամբ ասում եմ, բացառությամբ մեր ձևովի, որը կարծեք թե դեռ քաղաքական միավորել չի դարել, ինքը ավելի շատ հիմա որպես հասարակական կազմակերպություն է, բայց հասկանալի է, նրանք բազմիցս ասել են, որ դա պետք է դառնա քաղաքական միավոր։ Բայց իրենք էլ հիմնական տնտեսական բաղադրիչն են բարձրացնում եւ քաղաքական հարցերին տնտեսական հա բաղադրիչները բարձրացնում են, նորից եմ ասում, բարձրացնում են հա այդ on-line խոսույթում։ Off-line շփման մեջ դուք չգիտեք ինչ են իրենք խոսում ընդհանրապես, երբ որ գնում են, դրա համար եմ ասում, շատ կարևոր է մարդկանց հետ դեմարդեմ խոսելը, հանդիպելը, ձեռք սեղմելը, զրուցելը, դարդերը իմանալը։ Երբ որ ընդդիմությունը քննադատում է խաղաղությանը, ներկայացնում է, որ իրենք պատերազմ են ուզում։ Հիմա ինչ իշխանությունը այո, իշխանությունը ներկայացնում, նրանք պատերազմ են ուզում, քանի որ դեմ են խոսում խաղաղությանը, ասում են այդպեսի խաղաղություն մեզ պետք չի, իրական խաղաղություն չի, ժամանակավոր է։ Հիմա ինչ պետք է անի ընդդիմությունը, որ այն օրակարգը բերի, որ մարդկանց ընկալելի լինի եւ մանիպուլյացիայի չտրվեն։ Սկսենք նրանից, որ դա այս իշխանության, հա, այն տիպիկ գործելավոճներ խափում են, որովհետեւ ես չգիտեմ մարդ, որ ուզում է պատերազմ։ Չգիտեմ այդպիսի մարդ։ Որովհետև այս նույն ընդդիմության գոնե մի հատվածով եղել է իշխանության, նենց չի որ անընդհատ ձգտել են պատերազմի։ Խաղաղություն է եղել։ Բայց այո, քանի որ իր միակ խաղաթուղթը մնացել է խաղաղությունը, ես որ երրորդ անգամ արդեն ասում եմ եւ չեմ հոգնի ասելուց։ Ընդդիմությունը, ընդ որում ընդդիմության ցանկացած թև պետք է ունենա յուրաքանչյուրը իր խաղաղության օրակարգը։ Եվ ոչ միայն պետք է ունենա այդ օրակարգը որպես բառ, այլ պետք է ունենա խաղաղության օրակարգը իր ճանապարհային քարտեզով։ Քայլ առ քայլ, ինչպես է դրան հասնելու, ինչ է անելու բանակի, անվտանգության, տնտեսական անվտանգության, լոգիստիկայի, գեոքաղաքական հատվածում, այսինքն դիվանագիտական, այս բոլոր կետերը, էներգետիկ, սննդամթերքի անվտանգության, այս բոլոր անվտանգությունները իրար հետ դնելով պետք է համադրի եւ ստանա ամեն մեկը իր խաղաղության կոնցեպտը։ Բայց արդյոք հնարավոր է դա ներկայացնել։ Օրինակ կան այսպիսի կարծիքներ, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, իրենք պետք է գան շարունակեն այդ գործընթացը։ Բայց Ռոբերտ Քոչարյանը ընդամենը մի քանի օր առաջ որ խոսեց, ասեց, ինքը չասեց, չէ՞ որ հա ճանապարհի հետ ինքը ասեց ընդհակառակ ավելի երկարացնելու ենք։ Ես կարծում եմ ցանկացածն էլ կարող է ներկայացնել իրեն, հա, այդ վիժնը բանի խաղաղության դա նորմալ է։ Իսկ Ադրբեջանից հնչող հայտարարությունները ձեզ համար ընկալելի են, ինչու սրվեցին վերջի շրջանում, որովհետև բավական ժամանակ լուռ էին, հիմա նորից պահանջներով են խոսում, անկլավներ, վերադարձ ադրբեջանցիների, Զանգեզուրի միջանցք միտումնավոր կրկնում են այդ անունը։ Ես ճիշտն ասած ինձ համար մի փոքր անհասկանալի է ընդհանրապես, ոչ միայն այս վերջի, այլ ընդհանրապես նման հայտարարությունները, որովհետև ես օրինակ սպասում էի, որ նման հայտարարությունները պետք է ակտիվանան Հայաստանում համապետական ընտրություններից հետո։ Ինչու են այսօրվանից անում։ Այդտեղ մի քանի տարբերակ կա, պետք է խորը վերլուծություն անել, ինչու է Ալիևը պարբերաբար պերմանենտ ագրեսիվ ռիտորիկայով, հա, նման հայտարարություններ անում, որովհետև փաստացի առաջին հայացքից, նորից եմ կարող է դա այդպես չի, բայց առաջին հայացքից կարծեք թե քարե գցում իշխանության բոստանը, որովհետև իշխանությունը խոսում է խաղաղությունից, այնտեղից գալիս է լրիվ հակառակ պատկեր։ Հա, ամենաիհարկե ցայտունը վերջին շրջանի այդ Սևանի հետ կապված հայտարարություններն էր, անկլավներն էր, այո։ Հա։ Ուզում եմ ասեմ, ինձ համար դեռ մինչև վերջ պարզ չէ, ես դրան ուշադիր հետևում եմ, փորձում եմ, հա, գտնել պատճառները, առայժմ վերջնական չեմ գտել, ինչ որ ես ունեմ բաներ, որը հիմա չեմ կիսվի։ Արդյոք անհանգստություն այնտեղից կա, որ Փաշինյանը կարող է չվերընտրվի։ Իհարկե կա անհանգստություն։ Իհարկե մեծ մտածում եմ պայմանավորվածություններ կան, կյանքի չեն կոչվի, կիսատ կմնա։
Ինչ կլինի հետո։ Կարծում եմ նախ ես չգիտեմ կան արդյոք բանավոր պայմանավորվածություններ, թե ոչ։ Կարծում եմ կան։ Ինչքան էլ որ այսօրվա իշխանությունները ասեն, որ որովհետև մենք գիտենք իրանց եւ խոսքերը, եւ խոստումները, եւ ընդհանրապես հայտարարությունները, ինչքանով կարելի է հավատալ, հա։ Բազմիցս խափել են, խափում են եւ շարունակելու են խափել։ Նաև խոսենք այն մասին, որ Սամվել Կարապետյանի փաստորեն կալանքը 2 ամսով կրկին երկարաձգվեց, ասում են, որ միտում կա միջև ընտրություններ անընդհատ երկարաձգելով պահել նրան կալանքի տակ եւ նաև Ես ասեմ միտում կա անգամ, օրինակ ես մտածում եմ, որ չեմ բացառում, որ ընդհանրապես կարող է չգրանցեն այդ ուժը կամ չթողեն մասնակցեն, որովհետեւ բազմաթիվ այս հիբրիդային եւ այլն այդ մոդայիկ բառա չէ իշխանությունների մոտ հիբրիդային պատերազմ, ֆինանսավորում եւ այլն, ամեն ինչից ելնելով ես չեմ բացառում, որ Սամվել Կարապետյանի ուժին կարող են չգրանցել։ Բայց չեմ կարծում, որ դա վերջնական կլուծի իշխանության հարցերը, այսպես ասեմ։ Եթե վերընտրվեն, վերջնական չի լուծի։ Գիտեք, վերընտրվելուց հետո դեռ կյանքը շարունակվելու է եւ այնպես չի որ այդ վերընտրվելը մի բան է, մարսելը երկրորդ հարցն է։ Իդեպ իրենք վստահ են, որ ոչ միայն վերընտրվելու են, այլև այս ընդդիմությանն են խորհրդանական դուրս հանելու խորհրդանից։ Վստահ չգիտեմ, որովհետեւ վստահություն չեմ զգացել, ինքը ասել է պետք է ամեն ինչ անել, որ այդ ուժերը չլինեն։ Դեռ պետք է ամեն ինչ անելը դեռ վստահ չի։ Ամեն ինչ անել, նաև կարծում եք այդ կալանավորումներ, ձերբակալություններ, ինչպես ասում եք, չգրանցել։ Դե արդեն այս իշխանության ձեռագիրն է։ Իդեպ հետ դեմոկրատական մեր իշխանության ամենաժողովրդավարական բաստիոնային իշխանությունների հա ձեռագիրն է։ Երեք նաև հեծը լիցենզիայից զրկեցին։ Սպասվում էր այնպես չի որ։ Այո, սպասելի էր, բայց գործընթացներն ուր կհասնեն։ Ինչ է կարծում, այս թեման իրենց համար ծանրացել արդյոք, շատ է ծանրացել ու ավելի կծանրանա, որովհետև մի վարքյան չեմ կասկածում, որ հասնելու է միջազգային արբիտրաժներ։ Ու այդ ժամանակ մենք ենք մեղք պրոստը բոլորս հասարակությունը Հայաստանի, որովհետև այդ մեր քթերից է գալու այդ ամեն ինչը, ամենևին իշխանության քթերից չի գալու։ Բայց փաստացի այս միջանկյալ որոշումը, որ արբիտրաժի կողմից արվեց, Հայաստանի իշխանությունը ասաց, որ մենք կարող ենք չկատարել, պարտադիր չի կատարենք։ Իդեպ մեկը խոսել էր այդ մասին կառավարությունից, նրան հանեցին միանգամից պատասխանատուներից այդ բաժնի։ Էլի եմ ասում, 1, 2, 3 եւ կգան սանկցիաների խնդիրը, իդեպ հիմա ես չեմ պատկերացնում ոնց են Տրամպի տակից դուրս գալու, որովհետեւ Տրամպը հայտարարել է, որ բոլոր այն պատրաստվում է 500% турքեր մտցնել բոլոր նրանց այն երկրների համար, ովքեր Ռուսաստանի հետ որևէ կերպ ինչ որ առևտրային կապի մեջ կլինեն։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանը ինչքան էլ որ Ռուսաստանի հետ տարբեր կապեր խզել է, տնտեսական կապերը մնացել են ամենախորը եւ ամենալայնածավալը։ Եվ ամեն տարի ավելանում են։ Եվ ամեն տարի ավելանում են, այո, իդեպ այս իշխանության օրոք ամենաշատն է։ Բայց հիմա չգիտեմ, այդ 500%-ը տարածվելու է արդյոք other guy-ի վրա, թե չի տարածվելու։ Եթե չտարածվի այդ դեպքում իրեն ասելու են բա որն է տարբերությունը, ինչն է տարբերությունը, ինչու է օրինակ, հա, չգիտեմ, Վրաստանի վրա տարածվում կամ Ղազախստանի կամ Ուզբեկստանի, իսկ Հայաստանի վրա չի տարածվում։ Այսպիսի շատ հարցեր են դեռ լինելու։ Իսկ այդ ճանապարհի հետ կապված ինչ եք կարծում, ինչ կլինի։ Դե ճանապարհի հետ կապված կարծեք թե մինչև եթե չեմ շփոթվում մի շաբաթ առաջ կարդացի, որ ասել էր, որ արդեն աշխատանքները գնում են եւ այլն, բայց մինչև այդ եթե հիշում եք օգոստոսի 8-ն էր եւ դրանից հետո այդ հայտնի հրճվանքը, որից հետո կարծեք թե ձուն չկար։ Ինչ որ հիմա երևի թե Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ոնց որ թե շատ է սառը, պետք է մի քիչ տաքացնել թեմա։ Իրականում ինչ կա, ես չգիտեմ, որովհետեւ իրականությունն ու Նիկոլ Փաշինյանի խոսքը իրար հետ որևէ աղերս չունեն։ Վերջին անգամ խոսեց այդ 99 տարով հարցակալության տալու մասին կամ 49 տարով։
նորից եմ կրկնում, ինչ ասես կարա խոսի։ Մենք այնքան բան ենք լսել Նիկոլ Փաշինյանից, որը իրականության հետ կապ չունի, որ ես ոչ մի բառին նրան չեմ հավատում էլ այլևս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։